Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Միացյալ Նահանգների կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող աննախադեպ տեսանյութեր։ Դրանցում պատկերված է, թե ինչպես են այդ տարիներին հայերը գաղթում։ Բացառիկ տեսանյութերում ցեղասպանությունից փրկված հայերը սկզբում տեղափոխվում են, այնուհետև մակույկներով հեռանում Թուրքիայից։ Նյութերը բացառիկ եւ մեծ արժեք ունեն, նախկինում համարվում էր, որ ցեղասպանության պատկերները միայն լուսանկարներով են վավերացվել։ Այս նյութերն առաջին հայտնի նկարահանումներն են, դրանք արդեն հաստատվել եւ վերականգնվել են մասնագետների կողմից։ Հայտնի է, որ նկարահանումներն արվել են 1923 թվականին Թուրքիայի տարածքում վերականգնողները ճանաչել են Ստամբուլի հայտնի վայրերը, մասնավորապես բրիտանացիների ստեղծած հայ որբերի մանկատունը։ Մինչև կոնգրեսի գրադարանում հայտնվել է, դրանք պահվել են օրեգոնյան մի պահոցում։ Տեսանյութի հեղինակներն առայժմ հայտնի չեն։ Մի քանի օր առաջ կադրերը ցուցադրվել են Բոլոնիայում վերականգնված ֆիլմերի իտալական կինոփառատոնում Հայաստան մարդասիրության բնօրրան ընդհանուր խորագրով։ Հուլիսի 2-ին Բելգիայի խորհրդարանի ստորին պալատում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծ է ներկայացվել։ Նախագիծը առաջադրվել է Բելգիայի սոցիալիստական կուսակցության կողմից։ Այն առաջարկում է երկրի ներկայացուցիչների պալատին 1915-17 թվականներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն։ Վաղը հուլիսի 7-ին Բելգիական ներկայացուցիչների պալատը քվեարկելու է հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող եւս մի նախագծի կապակցությամբ։ Այն շաբաթներ առաջ ներկայացրել է ֆլամանդական նոր դաշինք կոալիցիոն կուսակցությունը։ Հուլիսի 4-ին ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետների մասնակցությամբ հայկական վարժարան է բացվել։ Գևորգ Կարապյան վարժարանը կրում է դպրոցի շինարարական ծախսերը իր վրա վերցրած ֆրանսաբնակ հայ բարերարի անունը։ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հատուկ շնորհակալություն է հայտնել բարերարին կրթօջախի ստեղծմանը աջակցելու համար եւ հայտնել, որ պետության հետ պայմանագրի շնորհիվ հայկական վարժարանը ֆրանսիական ազգային կրթական համակարգի հավասարազոր կառույցներից է։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։